Ողջույն սիրելիներս, ինչպես եք, մենք լավ ենք, արթնացել ենք վաղ առավոտյան, հիմա ժամը 9:30 է արդեն, պատրաստվում ենք տանից դուրս գանք, մեծ տղայից չեմ ուղարկել դասի, քանի որ ձեռքը ցավացրել է, հիմա պետք է գնանք տեսնենք, թե ինչի է ցավում, լուրջ խնդիր չկա։ Ինչպես տեսնում եք տեսքիցս, ես կիսա պատրաստվել եմ, մի մասը հարդարել եմ մազերից, մյուս մասը մնաց, քանի որ ուզեցի սուրճ խմեմ, նոր անցնեմ մյուս կեսը հարդարել։ Մի թեթև դիմահարդարվել եմ, այսինքն ստվերաներկ և կարծիչաներկ եմ քսել ու վերջ, դուրս գալուց գլոս կանեմ ու վերջ, այդպես դիմահարդարում չեմ անելու։ Հիմա սուրճս խմեմ գնամ բարձելիս, մի մասն հարդարեմ ու արդեն պատրաստվենք տանից դուրս կգանք։ Եվ այսպես աղջիկներ ջան, այսօր ընթրիքին պատրաստելու եմ ոսպո բրինձով փլավ և որոշեցի պատրաստեմ նաև գատլետներ, որի համար մեզ անհրաժեշտ է 2 դդմիկ, 2 գազար, 3 կարտոֆիլ, ստեղ կես կտոր կաղամբ, Այո, ես կատլետներ նաև պատրաստում եմ կաղամբով, եգիպտացորենով շատ համեղ է, ես հաջորդ անգամ կպատրաստեմ այդ տարբերակը կտեսնեք։ Այստեղ մեզ հարկավոր կլինի կարմիր պղպեղ քաղցր, սև պղպեղ, աղ, մի փոքր չորացրած ռեհան և սամիտ։ Քանի որ թարմ կանաչի ձեռքի տակ չունեմ, դրա համար կլցնեմ չոր վիճակում։ Եվ ինչն է մեզ հարկավոր, նաև քերիչ, հիմա կանցնեմ գործի ամբողջը կանցկացնեմ քերիչով, միայն կաղամբն եմ կտրատելու, շատ բարակ կտորներ եմ անելու, հիմա անցնենք առաջ։ Այստեղ վերցնեմ տախտակ, կամ, լավ, տախտակի վրա հենց այսպես դնեմ, որ ավելի հեշտ լինի ինձ էլի, այսպես։ Հիմա քերիչով անցկացնեմ ամբողջ մթերքը։ Մեզ նաև հաս է հարկավոր, որի մեջ կլցնենք ամբողջ Քանի որ թասը շատ է խորը, դրա համար այստեղ սենց քերիչով կանցկացնեմ, նոր արդեն կլցնեմ թասիկի մեջ։ Ինչ ենք անում, առաջինը քերենք կարտոֆիլը, այս խոշոր տասով էլ կանցկացնեմ։ Նաև կարող ենք լցնել սխտոր, սող, չունեմ, մոռացել եմ գնեմ, դրա համար չեմ լցնում, բայց եթե ունեք կարող եք ավելացնել, ավելի համեղ է լինում։ Այդպես նոր մտքովս անցավ և որոշեցի պատրաստեմ, եթե մտածված լինեի, որ պետք է սա էլ պատրաստեմ, ապա կգնեի սոխ ու սխտոր կանանչի, այնտեղ նաև հոնի կամպոտ եմ
որոշել անեմ, արդեն տարաները լվացել եմ, պատրաստ դրել եմ, որ երեկոյան կամպոտն անեմ և վարունգ եմ մի փոքր գնել, վարունգի մարինատ։ Ահա, այսպես հսա մի մասնա դա պատրաստ է, սեք ինչքան գեղեցիկ ախորժելի տեսք ունի, ամենակարևորը շատ հանգր։ Դուք էլ կարող եք փորձել և ձեր կարծիքը կբերեք մեզնավորություններում, տեսնեմ հավանեցիք այս տարբերակը թե ոչ։ Հիմա անջատեմ և մնացած մասն պատրաստ եմ վերջացնում։ Հիմա պատրաստում եմ արդեն ռեհանի կոմպոտները, այստեղ լցրել եմ ռեհաները, կիտրոնը և հիմա շաքարավազը կլցնեմ, հետո կավելացնեմ արդեն եռացրած ջուրը։ Իսկ այստեղ արդեն պատրաստ են իմ գեղեցկուհիները, տեսեք ինչքան լավ ստացվեց, մի քանիսի վրա սև քունջուտներ եմ լցրել, մի քանիսին ոչ, տեսեք ինչքան լավ է ստացվել։ Ինքը շատ համ չոր է, վրայի կեղևը չոր է, մեջը փոփուկ, շատ լավն է։ Դուք էլ պատրաստեք, սուրճ դրեք, այս համեղությունը փորձեք։ Մնացեք ինձ հետ, այստեղ արդեն ավելացրեցի շաքարավազը, հիմա ջուրն եմ դրել գազօջախին, որ եռա, կլցնեմ արդեն ու կզակատեմ։